Իմ կյանքն էլ ձեր կյանքի նման հեշտ չի եղել։ Ես էլ շատ դժվար օրեր եմ ունեցել։ Այդ դժվարությունները ինձ չեն կոտրել։ Ես կանգնել եմ ոտքի ու գնացել եմ առաջ։ Իմ կյանքի պատմությունը գրված է իմ ձեռագրով, եւ իմ կյանքի տերը ես եմ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է։ Ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ Արմեն Ալքամյանին, տաղանդավոր DJ Smoke-ին։ Արմեն, բարի գալուստ իմ տաղավար։ Բարև ձեզ։ Այսօր անունով եմ դիմելու։ Հա, որ Արեք Smoke ջան ասեք էլի։ Դրա մասին էլ կխոսենք։ Okay։ Զբաղեցրու տեղը ու սկսենք մեր զրույցը։ Որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Երևանում, Պլանի գլխի հիվանդանոց։ Այն վաղ տենց էր կոչվում։ Տենց է կոչվել։ Ծնողներս հասարակ մարդիկ են, հայրս արհեստավոր, մայրս սովորական, մայրս մի սովորական մայր, ինչպես բոլորի մայրերը, այդպես։ Ով է անունդ ընտրել եւ ինչու Արմեն։ Իմ անունը ի սկզբանե դրել են Արսեն։ Դրել են Արսեն, հետո իմ լուսահոգի պապին ունեցել է մի լավ sense ասեմ, դուշման է ունեցել, որի անունը եղել է Արսեն, որ իմացել է, որ իմ անունը Արսեն է, դեռ չայնացել է։ Բան տարել են ծննդականս փոխել են, դրել են Արմեն հետ են բերել։ Օ, այսինքն թշնամու անունն է եղել պապիկի, հա, Արսենը։ Հա դե ժամանակ։ Ու պատկերացնում ես պապին ինչ կամային պապիկ ա եղել։ Հա չէ, պապաս առաջի Արցախյան գոյամարտի Գետաշեն Մարտունաշենը, հենց արմատներով էլ Մարտունաշենցի ենք, հորականս կողմը է Պարսկոհայ ենք։ Պարսկոհայ ենք։ Փերեցի ենք, բավի ջան։ Քանի որ անուններից ենք խոսում, այսինքն ձեր անունից այս դեպքում հիմա արդեն անցնենք բեմական անվան հետ կապված, ինչու DJ Smoke, ինչու Smoke։ Վայ, DJ Smoke այդ շատ եմ ասել պատմել, որ ես նոր DJ-ի մտել էի։ Տակավին պստելիկ 15-16 տարեկան երեխա 2000 թվական DJ-ի բան էր, այլ մոլորակայինի ժանրից էր։ Այդ ակումբը ինքը ժամանակին շատ հայտնի ակումբ էր Հայաստանում ու երևի միակն էր։ Գնացի այդտեղ, տենց ընդունվեցի բան, շատ խնդալու ձև եմ սկսել DJ-ություն անել, գնացի ասեցի, բարև ձեզ ուզում եմ DJ-ություն ցույց արել, սենսեյ ես, իմ աշխարհի ամենալավ սենսեյները կռետը DJ ցույց բրո շատ լավ է սա ուրեմն է, սա դիսկերն է, սա կասետներն է, սա մինի դիսկերն է, էսի դիսկավոդն է, էսի կասետնիկն է, էսի դե բաները, դե դու սկսի ես գնացի ու տենց ա եղել։ Ոչ մի չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում։ Ոչմ տենց այդտեղ որ արդեն մտել էի տենց շոբան, այդ թվականներին 2000 թվականին կար Հայաստանում առաջի անգամ ծուխ ու լազեր։ Պահակի շուտ գալիս էի, բացում էի, հոսանքի շիտի տեղը անգիր գիտեի։ Մենակ ես դոստուպ ունեի, քարորը չտպտեի։ Մտնում էի հոսանքները միացնում էի, տեխնիկան միացնում էի, գմ, դա երախա է, թվերին է, տեխնիկան է, դույսերը է, դի միլիարդ արժեր իմ համար։ Որ տենց գալիս էի ծուխը տալիս էի, լազերը միացնում էի, այդ տեխնիկական պատասխանատուն ունենք, հիմա ողորմի իրան, անդադ ասում էր, արա այ ծուխ, մի օր էսի փչացնելու ես ծուխը մնա վզիդ, Ատենց ինձ ասում էր այ ծուխ, հենց ինքն էլ դրեց ծուխ, Smoke։ Այդ Smoke մաշինը էլ, Smoke մաշինը փչացրեցի, իրականում մնաց վզից, ձրի աշխատեցի, փակվեցի դրա փոխը։ Խարի տորվանից մնաց ծուխ։ Առաջին աշխատավարձդ ինչքան էր Արմեն։ Առաջի աշխատավարձս եղել է իմ սովորելու ընթացքի լավ առհասարակ առաջին աշխատավարձը։ Առհասարակ հետո կանցնենք արդեն առհասարակ իմ աշխատավարձը 90-ականներին տատիկիս ու քեռուս հետ գնում էինք Դիլիջանի բազար, քանի որ մենք մորականս կողմը Արբադ գյուղում ու այնտեղ տենց բաներ, չէ, այդ Արբադ գյուղը ինքը հայտնի իր պամիդորով, բանով, տենց քեռիս ու տատիկիս հետ գնում էինք Դիլիջանի բազարը պամիդոր ծախելու, ես էլ
Փոքր երեխայի ինչ ես այտենց օգնում էի բան անում, համ է դանդուր էի հավաքում, կապ էի անում, տատիկիս հետ, տատիկս օգնում դանդուր էի ծախում, այդ վաղտ է եղել այտենց որ Ինչքան էր։ Չեմ հիշում, Այսինքն տատիկներ վճարում։ Չէ, ծախում էր, իմ տեղը ծախում էր, ես ինչ երեխայի փոքր 12-13 տարեկան Վաստակում էիր արդեն։ Հա, դանդուր էի ծախում, հավաքում եմ, որ սեպտեմբերի 1-ին այդ համ բոլորիս հայտնի շուկայից գնամ ինձից 1000 շորեր առնեմ, դա աշխատում էի այտենց վիզայի համարներ, հա։ Կարողացար առնել այդ շորերը։ Հա, բավոն։ Իսկ DJ-ի աշխատանքի DJ-ի առաջի աշխատավարձը լավ հիշում եմ, այն ժամանակ 2000 թվականին $600 Դա եղել է առաջին աշխատանքը։ Առաջի $600 ու 2500 դրամ, որովհետև անդադ բարձրանում երգ էին տալի, ես էլ մի հատ ֆրազա էի սովորել, one music $5 $600 փող եմ աշխատել ու առավոտը գնացի առա հեռուստացույց, վիդեո մագնիտոֆոն, այլ ինչ, հա ու լիքը շորեր։ Մի փոքր խոսենք դպրոցական տարիների մասին, ինչպիսի աշակերտ եք եղել դպրոցում։ Ես ակտիվ էի, միսի մեր դասան աղջիկի հետ, տղեկի հետ, խառը մի քանի մի երկու դասանում չարություն էի անում։ Վերջնի այտենց դասերից փախնելու ինիցիատորներից էի, ինչ որ այտենց չարությունների են որ այտենց կենտրոնում կայնած էինք։ Դպրոցից հետո ինչպես շարունակվեց կյանքիդ ընթացքը, ճանապարհնորդ տարավ։ Մաման այն ժամանակ մանկապարտեզում աշխատում էր դերձակ։ Ասաց մեր մանկապարտեզում բարի բան են բացում, արի քեզի տանեմ բարի։ Գնացի ու հանդիպեցի հիմա եմ հասկանում ու միշտ եմ ասելու եմ, հանդիպեցի իմ ճակատագրին։ Հանդիպեցի Սինանյան Արմենին, մարդ ով ինձ ես որ բեմի վրա ինձ պահել գիտեմ ինչ որ չափով, բեմը գիտեմ ինչա, բեմի հոտը, առասարակ ինչ է նշանակում բեմի վրայի մարդ, պարտական եմ հավերժ ու հավիտյան Սինանյան Արմենին, իմ պարուսույցներ ինքը իմ լեգենդն է, ինքը իմ հերոսներից մեկն է, հա։ Ինքը թողել է պարարվեստ զբաղվում է ուրիշ բաներով, բայց ես միշտ ասում եմ Սինանյան Արմենը իմ համար գծեց բեմը ու գնացի բարի ճանապարհով, տրվեցի բարին, դուրս եկա բոլոր սպորտ, բան, ուշք ու միտքը սպարն էր, պար, ես, ընկեր Արմենս, բարի խումբը, ես, ընկեր Արմենը, պարին, դպրոց, այն որ ասում եմ մոռացել էի դպրոցը։ Ինչու թողեցիր պարը։ Պարը չթողեցի հանգամանքների բերումով բարի խումբը լուծարվեց ու տենց թողեցի ու գնացի ինստիտուտ ընդունվեցի իրավաբան դատափորձաքրյագետ ու առաջի կուրսում համալսարանում հավաքվում էր Կավենի խումբ 2002 թվականին կոմանդա Կավեն Նիվեստի iz Երևանը մեր աղջիկներն էին ու մի քանի տղա ու գնացի Կավեն էլի բեմ էլի ինստիտուտը էլի փորձեր էլի գիշերները չէ ուսանողական այդ այն փող ոնց եմ ուզում նատել ուսանողը լինեմ ու այդ տարիքում փող հավեսեր չէ բայց դնել որ գրպանումը 200 դրամ փող կա բայց դե ձեր Կավենի աղջիկին պետք է տանես թակավորական ճամփես ոտով քայլելով ինստիտուտից գալցենք տուն գիշերով հետո առավոտ ճպրակալած աշկերով գնում ենք փորձից գնում ենք դասից ելնում ենք գնում ենք սցենար փորձ գնում ենք ինչ որ չիտկի գժական բանը պատանակ ջայլություն եմ ունեցել հիմա հասկանում ես որ մենք ու այդ սաղ ռասկլադում ու այդ սաղ կինոյի մեջ DJ-ությունը սկսվել էր արդեն։ Ահա։ 2000 թվականին ինքը սկսել էր արդեն DJ-ը, ինստիտուտը, եմ որ Հիմա հասկանում ես որ Արմեն մենք ձեր կյանքի ճանապարհներով անցնում ենք ու նորից հետ գնացինք անցյալ օրեր, որտեղ անգամ շատ երանելի պահեր կան, որոնց մասին հենց նոր շատ շփիտով ու մեծ ջերմ հիշողություններով խոսեցիք։ Իսկ ընկերասեր եք։ Ընկերա մեռ եմ։
ընկերասեր չեմ, ընկերոջ համար Ոնց մեռած։ եք ընտրում ձեր ընկերներին։ Ես ունեմ խնդրեմ։ Ինչ խնդրեմ։ Արմուշը վիտամինի իմ ընկերը մի հատ լավ ֆրազա ասում է, սաղին վստահում ես կյանքը, սերը, սիրտս, ասում է, ճանաչում ես, չես ճանաչում, սիրտդ բացում, թափում ես դեմը, գրկում, պաչում ես։ Դա համար էլ այսօր ունես այն, ինչ ունես, դժվաց ման ես գալիս այդ հարցով։ Ինչու ես դժվաց։ Դե, Ինչ են աշխարհն է արել։ տենց։ Ինչ են արել այդ ճակերտավոր ընկերները։ Լիքը վատ բան։ Ինչ օրինակ։ Մեջքից են հարվածել, թե Մեջքից հարվածել են, ցավացրել են, օգտագործել են։ Ինչու Արմեն, ես երբեք չեմ կարող։ Որովհետև աղմախ եմ, որովհետև իմ 14-ը չգիտեմ։ Դա աղմախ եմ։ Իսկ այդ դեպքում, երբ որ նորից հանդիպում եք նրանց, ինչպես է լինում ձեր արձագանքը։ Էլի ջերմ, էլի բարև։ Ինձ մի հատ էլի արմուշն է լավ բան սովորացրել, ասում է լավը լավով են պատասխանում։ Ձեր կյանքում մի էտապ ա եղել, որ Արմուշը այսպես ուժեղ կանգնած եղել ձեր կողքին, հա, ճիշտ եմ ես։ Ինչ էտապի մասին ենք խոսում ենք։ Որ փուլն էր դա ձեր կյանքի, որ եւ Արմուշը եւ ոչ միայն Արմուշը ձեր կողքին էին, ինչ դժվարություններ կային, որոնք հաղթահարվեցին ընկերների եւ նաեւ ձեր շնորհիվ։ Վատ ճանապարհ։ Ինչ վատ ճանապարհ էր Արմեն։ Այստեղ պիտի անկեղծ լինենք ու խոսենք։ Այն որ ասում դե որ Ես գիտեմ, որ դու անկեղծ ես։ Դե որ եկել եմ, պիտի խոսամ։ Հա, ինչ վատ ճանապարհ էր։ Այդ պիրուտում քասիբի ձեռը փող էր ընկել։ Ճակերտավոր, հա։ Ես մեծ լավ ֆրազ ունեմ ասում քասիբին, եթե ուզում եք փչացնեք, շատ փող տվեք։ Քասիբի ձեռը ընկել էր փող։ Շատ փող, շատ փող։ Սա խառնել էր իրար։ Ու գնացել էր դժոխքի ճանապարհով։ Սկսեց դժոխքի ճանապարհ։ Ինչ ճանապարհ էր Արմեն։ Վատ։ Ամուսնացել է, ամուսնացած է, տուն չգալ։ Ահա։ Կյանքի այլ հաճույքների մեջ ավելի խորանալ, կնոջս նեղացնել։ Ինձ վատ պահել տանը։ Ես իմ երազանքների տղեն չէի, ես իմ երազանքների փալասն էի։ Ու կործանեցի։ Քանդեցի իմ կառուցած իմպերիան։ Հա? Այդ փառքն ու փողը ամեն մարդու խելքի բանը չի։ Իհարկե։ Կործանեցի ընտանիքիս, կործանեցի ընկերությունը, կործանեցի 90%, 80% ինչ ունեի։ Մարդիկ էլ կար ինձ թվաց իրանք էլ են կործանել եմ իրանց, բայց այդ մարդիկ ինձանից լավ էին ճանաչում։ Ու եղավ այդ փուչիկը գմփաց։ Ես ասում եմ, ես պարտական եմ այդ երկու հոգում։ Ինչ արեցին նրանք, ինչպես քեզ դուրս բերեցին այդ ճահճից, այդ քաոսից։ Պատկերացրեք, երկու ընկերներս ապրում են Ամերիկայում։ Գիտեն իմ վիճակը։ Всё արդեն զանգ հետդ խոսալու բան ունենք։ Okay։ Անհանգիստ են, իրան սիրտը հիվանդ է։ Դե բուժենք ես հիմարին։ Ոչ մի բան, գիտեք, այդ որ ասում են մենք կլինիկաներ բուժում ընդամենը կամքի մոնստերսկի ուժ է պետք։ Ու ճիշտ ընկերներ, կողքը ճիշտ մարդիկ ընդամենը։ Ու այդ երկու հոգին հեռախոսով չենք, ուրեմն մեկը զարթնում է, գործերը պետք է նենց հապալանավորում, որ մի 2-3 ժամ հեռախոսով հետս խոսա, միջև էսի անջատի, ինքը մյուս հեռախոսով են մյուսին SMS-ա գրում, դու զանգի։ Հիմա դու խոսի։ Այն մյուսն է զանգում ու այսենց օրես ու տենց 6 ամիս, պետք է 5 ամիս։ Հա? 5 ամիսին սարքել մարդ, արա ես չգիտեմ, ես միշտ եմ իրանց պարտական։ Մեկը Արմուշն էր, մյուսն ով էր։ Ասում եմ, էլի հայտնի մեր երգիչներից է։
Շատ լավ։ Այդ ընթացքում շատերին նեղացրեցիք, նաև ձեր կնոջը, ինչպես դուք նշեցիք, ձեր հարազատներին, այն մարդկանց, ովքեր միշտ բաց ու սրտացավ են ձեզ համար։ Այս պահին դուք նրանց ինչ-որ բան ունեք ասելու։ Ես միշտ ասել եմ։ Երբ որ դարձի ես գալիս, արդեն մաքուր, երբ որ դիմացինը տենում է, իրեն բան պետք է չասես։ Այս աշխարհում երկու շատ դժվար բառ կա. կներես եւ շնորհակալություն։ Այդ երկու բառը շատ դժվար է ասել։ Այո։ Դի հասնես գիտակցությամբ այդտեղ, որ դու ասես կներես, շնորհակալ ես։ Ամեն ինչում կներես ասելը, դա պրոստը եմ, որ ասում եմ, սիրուն բառը ասելու համար չի։ Շնորհակալ եմ ամեն սիրուն բառ չի։ Շնորհակալ ես ինչի համար։ Կներես ինչ ես արել։ Այդ ոնց ես գիտակցել քո արածի սխալը։ Այդ ինչ գիտակցության level ունես, այդքան մեծ կներես ասելու համար գիտակցություն ու կամք է պետք։ Այո, եւ ուժ։ Ուժեղներն են կներես ասում։ Իսկ թույլերը այդքան ուժ չեն ունենում, որ ասեն։ Ես ընդհանրապես սենց կանգնել եմ, նայել եմ, ասում եմ կներես։ Փրկեցիր ընտանիքդ։ Ամեն ինչ։ Բրավո։ Իսկ ով էլ մնաց դրսում, հետ մարդիկ կան, հետ եկան, հասկացան, տեսան։ Ինձ ասացին, մենք չենք հավատում, էլի, որ դու Okay, հավատացին եկան։ Իսկ ով մնաց դրսում, տես ցուրտը տարավ գնաց, գիտես, չէ։ Տենց է ով մնում է դրսում, ցուրտը մի օր տանում է, կամ արևն է տալիս չորացնում, կամ ցուրտն է տանում։ Արմեն, շատ շնորհակալ եմ, շատ անկեղծ ես եւ մենք դեռ կշարունակենք տարբեր թեմաներով խոսել ձեր կյանքի մասին, բայց քանի որ խոսեցինք ընկերներից, հիմա մեր տաղավար մի հոգի կգա, մի մարդ, ով կլցնի իր ներկայությամբ մեր զրույցը, խոսքը Արման Սարոյանի մասին է։ Արման ջան, համեցեք։ Որա, որս արև։ Արա կուբիկ, արա ով ես դու, արա։ Բարի գալու։ Привет, снова там. Արա քանի տարի է։ Վերնեմ ջանի, դեպիլա։ Բա, ինչ կա ծովատն։ Բարև ձեզ Արման ջան, բարով եք եկել, համեցեք, նստեք։ Ահա։ Տանցոր։ Ինչ կա։ Քանի տարի է որ իրար չեք տեսել։ Այ, չենք տեսել մոտավորապես շատ երևի մի 4 տարի, մի 5 տարի։ Վերջ անգամ։ Վերջ անգամ անցյալ տարի տենց ուղակի տենց մի 10 րոպե միջոցառման ժամանակ սենց 10 րոպեով տենց իրար տեսանք ու տենց էլի Մտածեիր, որ Արմանն է մեզ մոտ հյուր լինելու անակնկալ։ Ամբողջ օրն այսօր հարցներ ով է լինելու իմ անակնկալ հյուրը։ Ահա, եւ քո անակնկալ հյուրը։ Արման ջան, ինչպես եք ծանոթացել Արմենի հետ եւ հիշեք այդ հանդիպումը, որ այսպես ոնց որ մտերմացրեց ձեզ ու ավելի հարազատ։ Դե քանի որ մի շրջապատի մեջ ենք շփվել, ինձ թվում է շրջապատից ենք ծանոթ, այնպես կոնկրետ չեմ հիշի, որ հատվածում որտեղ ենք ծանոթացել։ Դե բայց քանի որ DJ-ներով ընդհանուր մի շրջապատի մեջ ենք եղել, ընդեղից ենք ծանոթացել։ Ասեմ որտեղ է։ Կարաս հիշացնել, ես անկեղծ չեմ կարող հիշեմ, ֆիքսել։ Հիմա անուն եմ տալիս, պիտի հիշեմ, Մաքսին։ Մայիսի չէ, Մաքսը համերգների։ Հա, կազմակերպիչ Մոսկվայից, հա, իմ ընկերը, հա, լավ։ Քո ընկեր Մաքսը հիշի Մաքս Ֆաձեևի համերգին։ Որ դե գիտես, ես Մաքս Ֆաձեևի ֆան, որ Մաքս Ֆաձեևը բարևել էր ինձ ու շկս գնացել էր, որ աշկերս բացել եմ, երկու հատ բժիշկ են։ Մաքսն է ու Մաքս Ֆաձեևը զարթնի ես մարդ։ Տենց այդտեղ ենք իր ընկերն։ Հա, Արմանի հետ, հա, Մաքսիմի հետ ես տենց միջոցառումներին շատ էի լինում, հետո։ Հա, մեզ մացրել Մաքսն է ծանոթացրել։ Մեզ Մաքսն է ծանոթացրել։ Բայց շրջապատը ընդհանուր նույնն էր, էլի, ոնց է լինի, հա, մենք հանդիպում էինք ինչ-որ միտեղ, բայց տենց։ Իսկ ինչպիսին է Արմենը։ Ընկերության մեջ եւ Ընկերության մեջ առհասարակ։ ջիգար։ Ջիգար։ Սենց կներեք բարի համար, բայց դա կա մեր Արմենն է։ Ամեն ձևի ինքը ոնց կա, մենք ընդունում ենք իրան եւ թիթիզ։
եւ ջիգար, եւ գլամուրնի, հարստի կանցիշարերով ամեն ինչ մի պահկար բան էր անում, բոլորիս անվանում էր բարեր վերցրի իր մոտ, սենց ցածրամակարդակներ, բոլորին ցածրակարգներ։ դուք ցածրակարգ պարողներ եք, դուք ցածրակարգ դիջեյներ եք, ցածրակարգ դերասանները, ես ամեն ինչ բարձրակարգ, այո։ Ես ու իմ սպիտակ MacBook-ը։ Այո։ Արմենը եւ իր սպիտակ MacBook-ը։ Տենց։ Իսկ շփման մեջ, հա, ասենք նոր միջավայր եք մտնում, նոր մարդիկ են, Արմենը հեշտ է ինտեգրվում, թե ասենք սպասում է, որ իր հետ ինտեգրվեն մարդիկ, այսինքն ինքն է առաջին քայլն անում նոր ծանոթությունների ժամանակ, թե սպասողական ունի։ Բայց հետո շփումը շատ ավելի լավ է լինում։ Ավելի ջերմանում է։ Այո, եթե իրան առաջինը մոտիկանում են, ինքը ավելի, դեռ ինքը մի քիչ իրան բանա պահում էլի։ Տղեկ, ինձ կասեք ընկերության արժեքը ինչի մեջ է գտնվում եւ ընկերությունն ինչպես պետք է անել, որ ավելի ամուր լինի ու պահպանել այդ։ Իսկ թվում է ընկերության ամրությունը տարիների մեջ է։ Տարիներով ամրանում է։ Ես լուրջ եմ ասում։ Բայց կարա հակառակն էլ լինի, կարան տարիները թույլատնեն ընկերություն։ Կարա, բայց ես ինձ թվում է sense որ sense տարիներով գնում է, ինչ որ բաներ մտածում ես, թե ճիշտ ես արդյոք վարվել կամ սխալ ես վարվել ու այդ ամեն ինչը ինձ թվում է բերում է նրան, որ ավելի ամեն հանդիպում ավելի ջերմ է լինում ու ավելի սիրուն ալնում։ Ավելի հա, տենց ու փորձում ես ամեն հանդիպումից հետո այդ ամեն ինչը ավելի պահել, ոչ թե բաց թողել, ասել լավ։ Արմեն, դու ոնց կբնութագրես ընկերության արժեքը։ Իմ համար բարձրագույն արժեք է։ Բանկերությունը դա ուրիշ մանավանդ հիմա ուրիշ level է հասկացողությունը։ Տուրումի սպասի, սիրի, հանի թափից ինչ կա վրա, անի լիստ է։ Նվիրիր ամբողջովին, անմնացորդ։ Բայց քիչ առաջ տես դու քո տեսակով նվիրվող ես, Արմենը կարծում դուք էլ ինձ հետ համամիտ կլինեք, որ իր տեսակով նվիրվող է եւ քիչ առաջ խոսում ենք ընկերության մասին եւ կարծես թե այս կյանքը մեզ հաճախ դասեր է տալիս, բայց մենք դասերը այդքան էլ լավ չենք խաղում։ Նույն հարազատ մարդկանց թիկունքից հարվածները, նույն դավաճանությունները, չէ, որ թվում է թե մենք ընկերը ընդունել ենք այդ մարդուն ընկեր, բայց գալիս է մի օր հասկանում ենք մենք սխալվել ենք։ Հենց այդտեղ է որ տարիները եւ ամրացնում են եւ թուլացնում են։ Համամիտ եք Արմենից։ Ահա։ Երևի թե, բայց Արմենի դեպքում տարիները ավելի քաղցրացնում են։ Այո, ավելի միանշանակ, ավելի քաղցրացնում։ Իսկ սիրում ավելի շատ խորհուրդնել տա, թե ավելի շատ խորհուրդ վերցնի։ Խորհուրդնել տալ։ Խորհուրդնել տալ։ Դուք միջին խավը, Ցածրախավը։ Ցածրակարգը։ Գիրք շարունակի սկսիր գիրք գրել Արմեն։ դուք մի քիչ ձեզ տեսած բայք 1000 մարդ է մեզ ճանաչում 1000 խնդրեմ կարա առաջացնի Ոնց հասկացա դուք եք DJ-ը։ Ես այս բան չեմ աշխատում, ես աշխատել եմ 2000-ականներին, 2000-ից երևի մինչև 5-6 տենց։ Իսկ ավելի շուտ եք սկսել այդ Ավելի շուտ եմ սկսել։ խորհուրդ հարցրել ես։ հա Մասնագիտական։ հա չէ ինքը վեճնի sense է ինքը գասես այ դմբո խրեսի sense շենանում էսի sense եմ ու գնում էր ինքը երբեք չի խորացա ուրիշների պես կանգնիս որ ինքը ասում էր գնում էր որովհետև ինքը ավելի լավ պարում է, քան թե DJ-ություն անում։ Ինքը ավելի լավ պարող է։ Դե միանշանակ, ես պարից եմ սկսել, իրականում 2098-ին տենց մեր ընկերներից մեկը DJ, ընդհանուր ընկերներից, ասեց, «Ի՞նչ ես ուզում»։ Ասի ուզում եմ։ Ասեց, «Արի»։ Play-ը Վարդանը։ Հա, ու տենց մտա այդ ասպարեզի մեջ դուրս եկավ, ասենց գնա մինչև 2006 թվական աշխատեցի բավականին տենց ու հետո որ սկսվեց լճացումը այս ամեն ինչի նույն DJ-ության ինչ որ շատ DJ-ներ հայտնվեցին բան տենց ես անցայել իմ պարարվեստի մեջ էլի Հիմա շարունակում եք որպես պարող դե ակտիվ ոչ բայց որպես մեջնեմ կազմակերպչական ավելի շատ աշխատանքներով բաներով Այսինքն չեք հեռացել Ոչ, չէ, պարարվեստից չեմ հեռացել Պետք է չի DJ-ությունից հեռացա, բայց դե ընկերները մնացին միանշանակ բոլորը Արհեստ Պարարվեստ Ինչ կմաղթեք Արմենին, Արման ջան Վայ, Արմենին երևի թե ինչ որ ինձ նորանոր հաջողություններ երջանկություն լիքը Չգիտեմ, թող այն խնդիրները, որ իր կյանքում եղել է, ընդհանրապես չպատայի էլ։ Թող ինքը մի շրջապատված լինի լավ ընկերներով,
լավ մարդկանցով, Արոն ջան։ Կյանքը ոնց բերում է, ինչ անում է, մեզ մոտ էլ է կոնֆլիկտներ եղել, ինչ չի եղել, մեր ընկերությունն է, դա լինում է։ Անհարթ ոչինչ չկա։ Այո, այդ ամեն ինչից, չգիտեմ, մի կողմ դրած, միանշանակ Արմենը իմ ընկերն է, ես իրեն շատ սիրում եմ։ Ամենայն լավն եմ ցանկանում միանշանակ, ուրիշ ոչ մի բան։ Շատ շնորհակալ Լավ խտուդեմ։ Արման ջան, շնորհակալ ենք ձեզ, որ եկաք միացաք մեր զրույցին, իրականում շատ դրական լիցքեր ձեզ հետ բերեցիք մեր տաղավար ու ամենակարևորը, որ դրական էմոցիաներ պարգևեցիք ձեր ընկերոջը։ Ընդհանրապես չէի սպասում։ Ընդհանրապես չէի սպասում։ Ես էլ չէի սպասում, որտեղ կհայտնվեմ։ Այո, Արմեն ջան, տենց։ Իրականում մեր տաղավարում ամեն ինչ հնարավոր է, դուք դեռ չգիտեք ինչ անակնկալներ են սպասում է, Արմեն ջան, դեռ ամեն բան նոր է սկսվել։ Հիմա մենք կընդհատվենք, կարճատև դադար կվերցնենք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր զրույցը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, բայց մինչ կանցնենք մեր զրույցին, ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել նաեւ մեր YouTube-յան ալիքում։ Միանում եք Արայիկ Համբարձումյան էջին, գտնում եք, նայում եք մեր բոլոր եթերները, թողնում եք ձեր կարևոր մեկնաբանությունները եւ նաեւ ձեր առաջարկները։ Շնորհակալ եմ, որ շարունակում եք մնալ հավատարիմ եւ անդավաճան։ Իսկ հիմա մենք շարունակում ենք զրույցը DJ Smoky Արմեն Ալքամյանի հետ։ Արմեն, հիմա խոսենք ձեր ստեղծած ընտանիքի մասին։ Ինչպես հանդիպեցիք ձեր կնոջը, որտեղ հանդիպեցիք, եղավ արդյոք հարսանիք կամ սիրո խոստովանություն։ Հանդիպել եմ շատ սյուր պայմաններ, այսինքն մի հատ այտենց հավանած աղջիկ ունեի։ Ընկերուհի, հա, արեք անվանենք ճակերտավոր։ Գնացել է իր դեպից, լսարանի դուռը խառնել էի։ Դուր բացեցի։ Տեսեք, ապակը նստած է, նայեցի, երես նայում էին։ Ես մտածա ջան, ինչ ես ուզում, փակեցի։ Մոռացա ինչի համար էի գնացել։ Մնացել լսարանի դեմը։ Դուրս եկավ, սկսեցի հետևել։ Այդ աղջիկն էլ տենց բան ավասի բան եմ, հիվանդ եմ, չեմ եկել, բայց դու մի ասա հերվում կանգնած ինձ նայում։ Եվ հետո Փթայրան սկսեցինք շփվել։ Մի քանի ամիս շփվեցինք։ Սիրո խոստովանություն, հասկացողություն չի եղել, որ ես քեզ սիրում եմ։ Արդեն պարզ էր, որ ինչ որ բան կատարվում է։ Ուրեմն ինչ որ բան վերևից ինձ հուշել էին, որ սա է քո ղսմաթը, տղա ջան, այս ինքն է վերջ։ Բայց մյուս աղջիկը չէր իմ տեսնում, որ դուք։ Չէ, այդ աղջիկը հետ շատ մենք ցիվիլ կոնկրետ կարճ եւ բան։ Իրեն ասացիր, որ Հա, նե չէր, այն մյուս աղջիկը իմ ու այդ աղջիկը ինչ որ բան կար ձեւ, նոր շփում էր ինչ որ տենց։ Ծիլել չէր տվել այդ սերմը։ Բայց իր ապարագայում մի անգամից սերմը ասես գցելը, ծիլ տալը մի անգամից մի ծառաճեց, մի էսա բերք պիտի տա, սենց վիճակ էր։ Տենց մի օր լավ հիշում եմ, ասի կարանք մի հատ հանդիպենք։ Ասեցի որ ասես Բանգլադեշ։ Ասի կարանք մի հատ հանդիպենք, ասի որտե ասեց հա ասի լավ սպասի, ասի որ կաֆեում ծանոթ ունեմ, որ ձրի կոֆե կարամ խմեմ, հələ սպասի։ Հիշեցի հրապարակի այդ զոնտիկները, լավ ընկեր բարմեն ունեի։ Ասի այնտեղ։ Հա օքեյ։ Գնացել ենք, նստել ենք։ Ձրի կոֆե ու ջուր։ Ջուրն էլ էս պաֆոսնի են բերել, բայց կռանթի ջուր է էլի, ջուր է, բան, յանի ես տենց օй։ Գնացի նստեցի, ասի ոչ մի կարճ, ասի հետ կարճ խոսալու բան ունեմ։ Արի ամուսնանանք։ Սա ձեփ, ասի վաղը։ Դու ձեռս առնում, չէ լուրջ եմ ասում։ Ասի մինչև ժամը գիշերը 11-ը պիտի պատասխանես։ Հիմա կարաս չպատասխանես, գնա տուն։ Մինչև իրգուն 11-ը ժամանակ ունես։ Հա, չէ, ես կպնեմ իմ գործերին, տենամ ինչ եմ անում։ 10-10 կեսեր զանգեց։ Ասեց թե ես խոսացի մերոնց հետ, օքեյ է, բան։ Ինձ էր պետք։ Շատ արագի մեջ։ Ու հետո քույրս էր եկել Ամերիկայից։ Բան ձեն չեմ հանում։ Մաման էլ գյուղում է, դաշտը գործ է անում։ Զանգեց, ասեց ինչ ես անում։ Բան չասի, իրգուն այդ մենք մատանի դնելու։ Ասես ձեռ ես առնում, ասի հա լուսոին ասել եմ։ Ես դու լուսան գնում ենք
Մատանի դնելու։ Արասես ձեռս առնում, դու խելարջ ասի հա հենց հիմա։ Այսօր իրի գունն ենք այդու։ Զանգեց ասի այսօր իրի գուն գալիս ենք ձեր մատանի դնեմ քեզի։ Ասես ձեռս ուշի հա իրի գուն գալիս ենք։ Իրի գունը որն է։ Խեշ մամաս դաշտից հելավ միջև գնացել էր այդ ոսկու շուկա ոսկի բան քուրս ընդ խառնվել էր դե տուրիստ է եկել Ամերիկայից ինչ սա գործերը քանսել է արել բան չոսես եկանք տաքսիով գնացինք ավտոյ չունեի տաքսիով գնացինք բարեձես մամասա պապասա մամասա քուրսա ցանցանք ինչ նպատակը բարի է կանյակը ասեմ մատանին всё ու նշանեցինք շատ արագ նշան չէ խոսք դնենք խոսքապ հետո նշան դրեք հետո եկավ հարսանիք այսօր երջանիկ եք ձեր ընտանիքով հա բալիկներ ունեք երկու տղա երկու թակավոր տղա ինչ է բալիկների անունը Դանիել եւ Ադամ օ հրաշալի անուններ եք ընտրել Դանիելս երկար սպասված ծնունդ է որ ծնվեց օյ հետի մի ֆանտաստիկ գերագույն օր մի գերագույն սպասված չէի հասկանում ինչի մասին է չես հասկանում նոր կյանք նոր մարդ ու դու արդեն հայր ես չա 4 կիլոնոց ես ինչ ընդվեց ձեռս հետո արդեն իսկ Ադամի ժամանակ արդեն այդ կինոները անցած այդ լեվելները հաղթահարած գիտակցում ես պապա մի հատ էլ պապա տաղու պապա այն որ Ադամի ժամանակ արդեն ամեն ինչ գիտակցված էր բայց էլի հուզիչ էր երկրորդ տղեն այդ ժամանակ որ բալիկներիդ գրկում ես Արմեն հետո չէիր ափսոսում են ճանապարհի համար որ ընտրվել էր արգելված հաճույքներին ու իրական հաճույքները կյանքի մնացել էին ստվերում պետք է գա սևը որ տեսնես սպիտակը ոչ անթաց սևն է մի բան ոչ անթաց սպիտակը սպիտակ դեպքում սևը չի անցնում է դա մարդուց էլ է գալիս որ կարողանում այդ սևի վրայով անցնել եւ հասնել սպիտակին Արեգ ջան ես եմ գրում ես եմ գրում ամեն մարդ ինքն է գրում իր կյանքի սցենարը որ ասում են Աստված օգնի Աստված մեզ տվել է գիտակցություն ուղեղ ասել աշխատացրա ես մեկ ներս ես ասում ես քո բախտավոր իսկ հենց այդ օրը ոնց ես էլի ասում ապեր իմ հատ լավ բան կա ասում Աստված ինձ ասել է դու ծնվի ես քեզ կպահեմ ծնվել եմ ինքն էլ պահում շատ լավ է այ ամեն օրս ամեն բարի լույսս շնորհակալ եմ իրա այո շնորհակալ եմ իրա ամեն բարի լույսի համար զարթնում եմ ասում եմ շնորհակալ եմ Աստված ջան ասում լավ ինչքան մարդ չզարթնեց հենց հիմա արեն արևը վարակնց աշկսնց չոպտոված զարթնում արև ասում օխ նորից նոր կյանք նոր օր նոր սկիզբ ինձ սիրուն է այո հիմա մեր տաղավար կգա Էլով անակնկալ արկղը խնդրում ենք բերել արկղը որի մեջ կա մի իր որը ձերն է շնորհակալություն մեր գեղեցկուհուն եւ ահա տեսնեմ արդյոք կհիշեք թե ինչ է այն հիմա տեսնենք ես էլ չգիտեմ իրականում ինչ կա այստեղ բայց շատ սիրում եմ այս արկղը Սելեր սատող ես գիտեմ որ դուք եք շատ սիրում այս բանը օ ինչ որ հետաքրքիր մի բան է այստեղ չգիտեմ սա ինչ է ինչ վերնաշապիկա Պասի ես երկու հատ ունեմ այս նրանից բելուծենք երկու հատ էսի հարսանիքինը չի այո վերջի զանգինս պետքա որ գրած լիներ վրան ոչ լվացել են հենց վերջի զանգի վերնաշապիկն արա լվանալուց գրվածքը անցել է արա այ քանի տարի եք տանեցիներդ պահում են այս վերնաշապիկը հա դե ես ասել եմ ես իրանց ասել եմ այս սարոշկեն
Հիմա պատմում ես առաջկի պատմություն։ Մենք հենց այդ պատմության համար էլ բերել ենք տաղավար։ Վերջի զանգի պատրաստվելու այդ ընթացքում ֆինանսական խնդիրներ ա տունը։ Ես պետք է լինեմ ամենալավը, Բայց փող չկա։ չկա։ Մի գոռոց եմ դրել, մի լաց եմ դրել, ես պետք է լինեմ լավը։ Այդ տարի էլ հələ դե բերքի սեզոն չի ախր, հե։ Բերքի սեզոն չի։ Պապայի գործերը թուլա, բերքը ընդեղ չկա, որ վաճառեն գոնե Գումար հատկացնեմ։ գումար հատկացնեն։ Չգիտեմ ոնց, ինչ, որտեղից ճարեցին այդ փողը։ Դի ես այդ Սառոշկեն տառապում էի ունենալու համար Սինանյանի պլաշից ու Սինանյանի սուր կոշիկներից։ Ունեցա ու նրանք էլ ունեցա։ Անցնենք մի քիչ մասնագիտականին։ Այսօր շատ են DJ-ները, եւ ոչ միայն DJ-ները, եւ վարողները, եւ երգողները, մի տեսակ ասպարեզը լցված է շատությամբ։ Բայց այնպես չի որ շատ լինել, դա նշանակում է ցույց տալ որակ։ Պրոֆեսիոնալ DJ-ը ինչով պետք է առանձնանա, որպեսզի եւ որակ թելադրի եւ ճաշակ, այսինքն ինչ պիտի անի իսկական DJ-ը, որն է նրա աշխատանքի կարևոր բնութագիրը։ Ես մեկ-մեկ հարցում տալի դուք ինչ եք ծախում։ Ինչ եք ծախում։ Դուք ծախում եք այն երաժշտությունը, որը այսօր open format-ով կա։ Ուրեմն դուք վատ վաճառական եք։ Քո վաճառածից քո գնորդը ինչ տարավ, ինչ առավ։ Ոչ մի բան։ Չէ։ Ես վաճառում եմ էմոցիա։ Ես վաճառում եմ տրամադրություն։ Ես վաճառում եմ հուզմունք։ Ես տալիս եմ ուրախություն։ Ես տրամադրում, նայ, ես միշտ ասում եմ, մարդը իմ համար պարահրապարակում ինքը խմոր է։ Չէ, հունցած ալու դրածա, ջուրը դրածա, թխում սախ կրծնում եմ, սկսում եմ հունցել իրան։ Ու վերջում ամենաֆինալում թխում եմ իմ ուզած հացը, իմ արդար թխած հացն էլ իմ հետ տանում եմ ուտում։ Եվս մեկ հարց ու մենք կբացենք արկղը նորից, որպեսզի հանենք գախնի նամակը։ Բայց մինչ այդ պատասխաներ իմ հաջորդ հարցին, ինչ է քո կարոտի անունը։ Մանկություն։ Ինչու ես կարոտում մանկությունը։ Ինչ կա այնտեղ։ Այդքան թանկ որ կարոտում ես։ Տատս։ Շատ ես սիրել տատիկին։ Քո տատս։ Տատիկի եփած ճաշի բույրը, խորհուրդները։ Մամաս նոր է ջղայն անում էր, սմեղավ, հեսա գյուղ եք գետում չէ որ պատորը, էյթում էի, տատս ու պապս, անվերապահորեն, ասում էի, տատ, աղջկատ ասա խելոք մնա, ինձի շլանգով ծեծում է, սուտ, Քանի տարեկան եք որ կորցեցիք տատիկին։ 18 Ու արդեն հասում, գիտակից, 18 տարեկանում։ այ որ գնում էր հետո գյուղ, տատիկը չկար։ Ինչ էմոցիաներ էր, ինչ զգացողություն։ Ոյ, տատս ֆանտաստիկ կին էր։ Են կրթան հավերեն էլ, ում որ սաղ հավաքում են թևերի տակ։ Տատս էդ էր։ Ես էլ մեծ թորն էի, համ չար էի, համ ինձ սիրում էի։ Ասում էր երեխեք ինչ ես բերում, ասում էր բերում էր։ Մեկ էր ասում էր, տարեք։ Տատս մի երազանք ուներ, տենց էլ կատար չածեցի։ Տատս ինձ ուզում էր տեսնել հոգևորականի դերում։ Այո։ Տատս ինձ եկեղեցու ճանապարհը հավատքի տարել է տատս։ Քանի որ տատս ուներ մեծ հավատք ուներ ու ուներ եղբայր,
Տեր Եղիշը Էջմիածնեցի դանում էր, որ ես ինքը որ միշտ վեհապարմանա զատկի տոնը, զատկի առավոտը այդ մեր տանը այդ մի ամբողջ ռիտուալ է, էդի ես պետք է ամենաառաջինը ես ավտոքշեի Էդի պատը կողքս պետք է նստեր երեխեքը թորներով հարցներով ես տանեի փոքր երեխայի, բայց ավտոքշում թաքուն ճանապարհներով էի գնում, միջև papan կգար հետո papan էր քշում ավտոն։ Հա, այդ միշտ որ վեհապարը գնում էր, դեմից գնում են սարկավակները, հոգևորական դասը, վեհապարը գնում էր այդ ամեն ինչը տատս ասում էր, Աստված ջան, երանի մի օր էլ դու սենց անցնես, ես էդի տենամ։ Չվիճակվեց, չգիտեմ։ Կյանքը այլ ճանապարհներով Հա, կյանքը այլ ճանապարհով տարավ, բայց տատս է ինձ տարել դեպի։ Ու քո կարոտ է անունը մանկությունն է, որի մեջ նաև քո սիրելի տատիկն է։ Տատը, այդ մանկությունը, գյուղը։ Հիմա տեսնենք, թե ինչ մեծ արժեք կա նամակի մեջ թաքնված իրականում, որը քեզ համար է։ Ինձ են գրել։ Իհարկե։ Հիմա ես կփոխանցեմ նամակը, պիտի բացես, բարձրաձայն կարդաս ու փորձենք վերլուծել հասկանալ ով է նամակի հեղինակը։ Բարև իմ վաղեմի ընկեր, երկար տարիներ են անցել, որ չենք տեսել իրար, բայց միշտ ջերմությամբ եմ հիշում քեզ ու մի տեղ նաև բարձրանում, որ քեզ նման մարդու ժամանակին հանդիպել եմ։ Մի վարքյան նույնիսկ չեմ փոշմանում, որովհետև անկախ տենդենսներից դու մնացել ես հավատարիմ քո արվեստին, մեր արվեստին։ Ստեղ տանջվելով ծանր աշխատելով առանց փող, որևէ ենթադրյալ ապագայի կողքին պայքարել ենք ու հասել ենք այս օրով նրան, որ ունենք ձևավորված լսարան գնահատական երաժշտասերների մեծ բանակ, որ ես գիտեմ նաև քեզ համար առավել է ու ամեն գումարից շնորհակալ եմ, որ բոլոր քո հարցազրույցներում հիշում ես ինձ, մաղթում եմ քեզ մեծ բեմեր, անսպառ էներգիա, ուլտդ միշտ աճ ու սիլիցելը տակ պահի։ DJ կռետնա գրել էսի։ Ինչ իմացար։ Որովհետև ես միշտ մի քանի մարդու միշտ շնորհակալություն եմ հայտնում։ DJ կռետ։ Ասում եմ, կար, դու ինձ հացի տեր ես սարքել։ Սկզբից հոբի, հետո մասնագիտություն, հետո արդեն Այսինքն առաջին ուսուցիչ կարանք ասենք։ Սինանյան Արմեն, որ ցույց է տվել այս ամեն ինչը։ DJ Dale Վարդան, որը ինձ ցույց տվեց ինչպես երաժշտությունով գումար աշխատել։ Այդ իմ արվեստի ոլորտի մարդկանց Արմանս, որ իր կարճ, սուր, բայց հետաքրքիր խորհուրդներով ու այն վարպետներին, որ միշտ ինձանով ուրախացել են։ Մենք Կարենին շնորհակալ ենք նամակի համար, նամակը գրել էր DJ Կրետը, Կարենը, ով Արմենի մասնագիտական առաջին ուսուցիչն է, այսպես կարելի ասել, Կարեն շնորհակալ ենք նամակի ու գեղեցիկ խոսքերի համար եւ որպես վերջաբան Արմեն, ում ինչ ունեք ասելու, խոստովանելու, ուղղելու, չգիտեմ, ներողություն խնդրելու կամ սեր խոստովանելու։ Սեր, ես միշտ էլ ասել եմ, սիրում եմ այն մարդկանց, ովքեր անվերապահորեն սիրում եմ այն մարդկանց, ովքեր սիրում են ինձ։ Շնորհակալություն Աստծուն։ Ամենամեծ շնորհակալությունս Աստծուն են, որ ինչ ունեմ այսօր։ Այո։ Առնեմ իրազորությանը։ Սելի հեռուստադիտող կյանքը միշտ էլ անակնկալներ է մեզ մատուցում։ Մնում է, որ մենք կարողանանք ճիշտ գնահատել կյանքի ամենաճիշտ ակնթարթները, որովհետև հնարավորությունները միշտ չէ, որ մեզ տրվում են, իսկ տրվելու դեպքում էլ միշտ չէ, որ մենք գնահատում ենք այդ հնարավորությունները։ Այսպիսին էր DJ Smoky, Արմեն Ալքամյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով։